Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 20-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարևոր թեման դա Դոնալդ Տրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգն էր, հիմա հասկանանք մոտեցրեց արդյոք դա խաղաղությանը կամ ինչ տեղի կունենա այդ հանդիպումից, այդ քննարկումներից հետո, իհարկե շատ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային թեմաներ ունենք, նաեւ ներպետական, բայց երկու օրախոս տանում եմ Քոչարյանի հարցազրույցին անդրադառնալ, դրանից հետո անմիջապես դրան կանդրադառնամ, այն ինչ որ դուրս կմնա, վաղը նորից կհանդիպենք, կխոսենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Տրամփի հետ զրույցն ավարտելուց հետո ռուսական լրատվամիջոցների առջև հանդես է եկել մեկնաբանություններով։ Պուտինի խոսքով զրույցը եղել է անկեղծ եւ բովանդակալից։ Հեռախոսազրույցը տևել է ավելի քան 2 ժամ։ Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, ասել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան պետք է փոխզիջումներ գտնեն, որոնք ձեռնտու կլինեն երկու կողմերին։ Ստամբուլում շփումների վերականգնումը վկայում է այն մասին, որ կողմերը ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են, ընդգծել է Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բարձր է գնահատել Տրամփի հետ զրույցը, այն անվանելով կառուցողական զրույց։ Հիմա տեսնենք Դոնալդ Տրամփի վերաբերմունքը այդ խոսակցությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո մեկնաբանություն է արել։ Կարծում եմ զրույցը շատ լավ անցավ, Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կսկսեն բանակցությունները հրադադարի եւ որ ավելի կարեւոր է պատերազմի ավարտի համար։ Պայմանները կբանակցվեն երկու կողմերի միջև, քանի որ միայն նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չգիտի։ Զրույցի տոնն ու ոգին գերազանց է։ Ռուսաստանը ցանկանում է Միացյալ Նահանգների հետ լայնամասշտաբ առևտրային հարաբերություններ ունենալ այս աղետալի սպանդի ավարտից հետո, եւ ես համաձայն եմ, Ռուսաստանը հսկայական հնարավորություն ունի ստեղծելու հսկայական թվով աշխատատեղեր եւ հարստություն, նրա ներուժը անսահմանափակ է, նմանապես Ուկրաինան կարող է մեծ օգուտ քաղել առևտրից, քանի որ նա վերակառուցում է իր երկիրը։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները կսկսվեն անմիջապես եւ այդ մասին տեղեկացրել եմ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Իտալիայի վարչապետ Մելոնիին, Գերմանիայի կանցլեր Մերցին եւ Ֆինլանդիայի նախագահ Ստուբին։ Նախագահ Պուտինին զանգից անմիջապես հետո ինձ հետ ունեցած զրույցի համար։ Վատիկանը իդեմս Հռոմի Պապի հայտարարել է, որ շատ շահագրգռված է բանակցություններ վարելու հարցում, թող գործընթացը սկսվի, գրել է Տրամփը։ Իհարկե այստեղ ուշադրություն դարձնենք նաև մի հանգամանքի, որ Դոնալդ Տրամփը այնպես սովորական է ասում, հիմա նստենք առևտրից խոսենք, մեծ հնարավորություններ կա, աշխատատեղ, ներդրումներ եւ այլ, ինքը բացարձակ Ռուսաստանին չի ընդունում որպես ագրեսոր պետություն։ Շուտ արեք, այդ կռիվը բրծեք, սկսենք իրար հետ աշխատել։ Այսինքն դա ցույց է տալիս վերաբերմունք, այսինքն նա օկուպանտ չի, նա ագրեսոր չի, նա հարևանի տարածք չի մտել։ Պետք է մի հատ էլ համոզենք, որ հարևանի տարածք մտած երկիրը ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության եւ իր կողմից բազմաթիվ պայմանագրեր ստորագրած ու անվտանգության երաշխավոր հանդիսացած Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես որ անվտանգության երաշխավոր հանդիսացած մի բան էլ համոզում են որ լավ էլի Պուտին խնդրում ենք էլի դե մեր խաթեր գոնես պատերազմը դադարեցրու ու որպես բոնուս սկսենք քո հետ առևտուր անել այդքան անսահմանափակ հնարավորություններ ունես ինչի Ռուսաստանը մինչև հիմա անսահմանափակ հնարավորություն չուներ բան չէ այդ օրին Ինքը կարում է իր երկրի քաղաքացուն պահի, քանի անգամ ենք ասել 100 տարվա մեջ իր բնակչությունը այդ տարածքի վրա չի աճել, աշխարհի բնակչությունը 4.5 անգամ աճել է, ու չասենք պատերազմա տեսել, Հայաստանն էլ է նույն պատերազմը տեսել, տոկոսային հարաբերությամբ Ռուսաստանից շատ է զոհ տվել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, այն դեպքում երբ որ պատերազմի թաթերաբեմ չի եղել, խաղ բնակիչ չի զոհվել, բայց 4.5 անգամ բնակչությունն աճել է Այդ ընթացքի ուզեմ ասել դա պատճառ չի այդպիսի օգտակար հանածոներ մինչև հիմա չուներ բան չէ այս վիճակին դրա համար սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքի կշիռնակցում էլի որովհետև ինքը ոչ մի պարագայում նրան չի համարում մեղավոր կողմ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ուկրաինան զորքերը դուրս չի բերի իր տարածքից, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։ Հարցն այստեղ նախագահ Տրամպը չէ, ամենայն հարգանքով, բայց սա մեր հողն է, մեր պետությունը, մեր բանակը եւ մեր անկախությունը։ Հարցն այն է, թե ինչ կարող է Ուկրաինան թույլ տալ իրեն անել եւ ինչ ոչ։ Ոչ ոք մեր զորքերը դուրս չի բերի մեր տարածքներից։ Սա իմ սահմանադրական պարտականությունն է, սա մեր զինվորականների պարտականությունն է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ հիմական ժամանակավորապես օկուպացված տարածքներ այդքան մեծ երկրի ագրեսիայի պատճառով, սակայն Ուկրաինան չի կատարել որևէ վերջնագիր եւ ոչ ոք չի հանձնի իր հողը, իր տարածքները, իր մարդկանց ու տները։ Զելենսկին նաեւ հայտարարել է, որ չի տիրապետում հուշագրի մանրամասներին, որի մասին Պուտինը խոսել է Տրամպի հետ հեռախոսազրույցից հետո։ Եթե Ռուսաստանը պայմաններ է առաջադրում մեր զորքերը մեր սեփական հողերից դուրս բերելու մասին, նշանակում է նրանք չեն ուզում հրադադար եւ չեն ուզում, որ պատերազմն ավարտվի, որովհետեւ նրանք հստակ հասկանում են, որ Ուկրաինան դա չի անի։ Ես հաստատել եմ ԱՄՆ նախագահ Տրամպին, որ մենք Ուկրաինայում պատրաստ ենք կրակի լիակատար եւ անվերապահ դադարեցմանը։ Եթե ռուսաստանցիները պատրաստ չեն դադարեցնել սպանությունները դրա դիմաց, պետք է ավելի ուժեղ պատժամիջոցներ լինեն, Ռուսաստանի վերաճնշումը կդրդի իրական խաղաղության, դա ակնհայտ է բոլորի համար աշխարհում։ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը, որ ինքն է սկսել, գրել է Զելենսկին։ Այս սրա մասին է խոսքը, որ Ռուսաստանը պետք է պատերազմը ավարտի եւ ինքը պետք է զիջումների գնա, ոչ թե ասեն դե լավ, քանի որ ինքը ամբողջը չի գրավել, դա էլ իր զիջումն է, ավելի լավ է համաձայնում ենք ինչ ուզում է տանք իրան։ Ես իհարկե գիտեք հարցը որն է, քանի որ Դոնալդ Տրամպն էլ ցանկություն ունի որոշ պետություններ գրավելու, դրա համար ինքը օկուպանտ չի համարում Պուտինին, բայց ես շատ մեծ ցավով նայում եմ, թե մեր երկրում ինչ է կատարվում։ Անենց համակրանք ունեն Պուտինի նկատմամբ, անենց որ այմար դες Զելենսկին էլ զիջի չզիջես ամբողջ երկիրը կկորցնես, տեսար ինչ եղավ, ինչի է ժողովուրդ ձեր համակրանքը ագրեսորի օկուպանտի կողմը։ Լավ, մենք եղել ենք խորհրդային միության կազմում, խորհրդային միությունը ագրեսիվ պետություն էր, բոլոր հարևաններից պահանջ ուներ, գրավել էր, առաջ էր գնացել, եթե ուրիշ առիթ չկար, ասում էր գիտեք ինչ, ես կոմունիզմ եմ տարածում, այդ դրա համար ագրեսիվ ձևով մտնում էր տեղ, աշխարհի ցամաքի 6/3-ներ արևելյան Եվրոպայի վրա ուղիղ իր ենթակայության տակ էր, աշխարհի գրեթե կեսի վրա էլ ազդեցություն էր տարածել։ Այդ հասկացանք, որովհետև դա խորհրդային միությունն էր։ Ժողովուրդ խորհրդային միությունը վերացել է, փլուզվել է։ Հայ մարդը իր պետությունում ապրող, դա մի փոքր պետություն է, նույնիսկ եթե ծովի ծով էր 300,000, լավ մի հատ նայեք մյուսների միլիոնի հետ, այդ մեզ համար է դա մեծ թիվ, ուրիշների համար դա էլ թիվ չի։ Եվ այդ պարագայում ինչի ենք մենք ագրեսորի կողմից, չեմ հասկանում։ Ինչի ենք մենք ուրախանում, որ ագրեսորը կարա քու ձեռից վերցնի քու տարածքը։ Ես մտածում լավ Հայաստանի բնակիչը դեռ իր մեջ չի հանել, որ ինքը խորհրդային միության մասնաճյուղ է։ Ես միշտ հիշում եմ 300 սպարտացիներ կար 1962 թվին նկարած, որտեվ հետո էլ են նկարել տարբեր, բայց ավելի շատ նես դարձնում են գիտաֆանտաստիկ, գիտայել չէ, ֆանտաստիկ կամ մուլտի ինչ-որ բաներով, չէ, բայց այդ 62 թվի ֆիլմը շատ լավ ֆիլմ էր։ Երևի 300 սպարտացիներ այդ ֆիլմը, որ ժամանակին սկի ինտերնետ չկար, բան չկար, են տեսաժապավեններով, որ արդեն դուրս էին եկել տեսամագնիտոֆոնները, բանը երևի 300 անգամ նայած կլեմ իմ կյանքում, թե ոնց էին 300 սպարտացիները կռվում, մոտավորապես մի տարբեր հաշվարկներով 80-ից մինչև 200,000-անոց զորքի դեմ։ Իհարկե դուք կարաք ասեք, ձեր համակրանքը քսերեքսի կողմն է, բա ուժեղ տղա էր, ախպեր, հանեց 200,000-ը, արա դուք ով եք, որ նրա դեմ կանգնեք 300 հոգով, լա ձեզ նայեք, լա նրան նայեք, ես հասկանում եմ ժողովուրդ ջան, դուք ինչի եք օկուպանտի կողմից, եթե դուք հայ եք եւ ապրում եք Հայաստանում, դուք մեծ պետության մասնիկ չեք, որ ուրախանաք, որ ուրիշի տարածքը վերցնում են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն իրեն ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը։ Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է, նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել,
Հուսով եմ, որ պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը, հավելել է Տրամպը։ Հա, այդ 300 սպարտացիները մեր թվարկությունից առաջ 480 թվականն էր, վերջերս չէր, էլի։ Հա, Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է. Տրամպը կժամանի Ռուսաստան, դա տեղի կունենա Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահները միմյանց դիմել են Դոնալդ եւ Վլադիմիր անուններով, եւ նրանցից ոչ մեկը չի ցանկացել առաջինը հեռախոսը դնել հեռախոսազրույցի ժամանակ, հայտարարել է Ուշակովը։ Ես սրանք հատուկ կարդում եմ նրա համար, որ տեսնեք ինչ սրտաճմլիկ մոտեցում է, անուններով իրար դիմենք, հետո բա ոնց հեռախոսը դնեմ, սերա է ժողովուրդ ջան, ոնց հեռախոսը դնի, այն սիրահարվածներին են, չէ՞ որ ասենք ամեն մեկը մտածում է շուտ հեռախոսը չդնի, այդ տարիքի մարդիկ սենց քնքուշ վերաբերմունք ունի դիմացինի նկատմամբ պատերազմ դադարեցնելու առիթով։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահի հետ զրույցից հետո հայտարարել է. Եվրոպական առաջնորդները ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպին տեղեկացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին։ Եվրոպան եւ Ամերիկան միասնական են այս հարցում։ Մենք ակտիվորեն կաջակցենք Ուկրաինային հրադադարի ճանապարհին։ Եվրոպան պատժամիջոցներով կմեծացնի ճնշումը Մոսկվայի վրա։ Գրել է Մերցը։ Կանցլերը հավելել է, որ եվրոպական երկրների առաջնորդներն այդ մասին Տրամպին ասել են նրա Պուտինի հետ զրույցից հետո, տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Եվ որ տեսնենք Եվրոպայի վերաբերմունքը հետևողականորեն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը գրել է, Եվրամիության արտգործնախարարները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթին։ Այսինքն հեռախոսազանգը տեղի էր ունեցել, բայց նրանք այն ինչ որ նախապես պայմանավորվել էին, նույն տեմպով առաջ են գնում, այնպես որ որևէ բան չեն կապում։ Այն դեպք, երբ որ Տրամպը ասել էր, մենք պատժամիջոցները առայժմ չենք կիրառի, նորը չենք ընդունի, կսպասենք, տեսնենք Ռուսաստանն ինչ է անում։ Եթե խաղաղության կգնա, չենք անի, բայց Եվրոպան հետևողական շարունակում է իր որոշումները, որը ընդունել է։ Եվրամիությունը ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, թիրախավորելով ի թիմս այլ բաների 200 լցանավ, գրել է Կալասը, հավելելով, որ նոր պատժամիջոցներն արդեն մշակվում են, այսինքն հաջորդի մասին, 18-ի մասին արդեն նաև խոսում էին դրա մասին։ Իսկ հիմա նայենք Դոնալդ Տրամպը ինչ վերաբերմունք ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Քենեդի կենտրոնում կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ խոսել է հեռախոսազրույցի մասին։ Ինչու չնստենք եւ չպատմենք միմյանց, թե ինչպես է անցել օրը։ Գուցե նախ պետք է ես սկսեմ Վլադիմիր Պուտինի անունով մի հաճելի ջենտլմենի հետ իմ փոքրիկ զրույցից։ Այդտենց հաճելի ջենտլմենը, հա Վլադիմիր Պուտինը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողը, որ Տրամպը անդրե, հիմինքը իրան լավ ասկն, որ Դոնալդ Տրամպի համար Վլադիմիր Պուտինը հաճելի ջենտլմեն է, հա, մարդասպան, երեխեքին գողացող, ես չեմ հասկանում, այսինքն նման մանդատ է ստացել ինքը, որ այս ձևով Ամերիկայի հեղինակության հետ խաղա։ Եվ ինչ է ասում Դոնալդ Տրամպը։ Պուտինն ասաց, որ ավելի շատ հարգում են կնոջս, ես հարցրի, ինչ կասես իմ մասին։ Պուտինն ասաց, ոչ, նրանք ավելի շատ սիրում են Մելանիային, ես դեմ չեմ, ամեն ինչ լավ է, ասել է ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ։ Դու դեմ չես, բայց մենք խայտառակ ձևով դեմ ենք դրան։ Ինչ է նշանակում կնոջդ ավելի շատ ենք սիրում, քան քեզ։ Եթե Մելանիա Տրամպը ըլներ հրապարակային գործիչ, ինչ որ միտեղ ասեին, դե գիտես ինչ, ինքը այնպիսի գործիչ է, հայտնի, ասենք, հումանիտար ծրագրերով զբաղվող, հանրային գործիչա կարելի է համեմատության մեջ դնել, ինչ որ միտեղ անգամ կնոջ նկատմամբ ավելի ջերմ վերաբերմունք ունենալ։ Այդպիսի պատմության մեջ ընդամենը 3 դեպք ասեմ, շատ չասեմ։ Արգենտինայի նախագահ Խուան Դոմինգո Պերոնը նախագահ չէր ընտրվի հենց առաջի պաշտոնավարման ժամանակ, հետո որոշ ընդմիջումից հետո էլի ընտրվել։ Եթե նրա համար ուղղակի ջանք ու եռանդ չէր խնայում նրա կինը, Էվիտա Պերոնը, որը 33 տարեկանում հիվանդությունից մահացավ, բայց նրան ասում էին Արգենտինայի մայրը։ Այդտենց ինքը դες հումանիտար ծրագրեր աներ, դες հանդիպումներ ունենար, մարդկանց օգներ, հասարակական շարժում, ակտիվություն։ Պերոնը զինվորական հեղաշրջումից հետո եկավ իշխանության, տարբեր պաշտոններ ստացավ, հետո բանտարկեցին, կինը դες
շարժումներ կազմակերպեց, որ վախից բաց թողեցին, հետո էլ այդ մարդուն ընտրեցին նախագահ։ Այդ դեպքում կարելի է ասել Խուան Դոմինգո Պերոնի հեղինակությունն է բարձր, թե Էվիտայի։ Այն դեպքում այն ժամանակ համացանք չկար, բան չկար։ Պատկերացեք նա ինչ ակտիվությամբ էր այդքան սփռված տարածքով երկրի ժամանակ անենց ինքը իրան պահեր, որ ողբում էին նրա մահը։ Մինչև հիմա հիշում են իրան։ Իհարկե, այդ կարելի է ասել։ Կարելի է հիշել թեկուզ Ամերիկայի դեպքերից լեգենդար մարդու Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հաշմանդամության սայլակին գանված առաջի անգամ նախագահ կընտրվեր, եթե նրա կինը Էլեանորա Ռուզվելտը չլներ։ Մի լեգենդար անձնավորություն, որ ամեն ինչ արեց, որ իր ամուսինը դառնա նախագահ։ Հետո դրանից հետո էլ առանձնապես ինքը շատ առաջ չընկավ, էլի, այնպես արեց, որ ինքը իր ներկայությունով սենց շատ զգույշ ձևով ինքը չի դեց իրան ուրիշ ձևի պահել, շատ ընդհակառակը միշտ կարևորել է իր ամուսնու դերը եւ նրա կարևորել է նրա դերակատարությունը այդ ամեն ինչի մեջ։ Իր հենց լեգենդար անձնավորություն լինելը հենց դրանում էր արտահայտում։ Այո, կարող է նույնիսկ Հիլարի Քլինտոնի հետ կապված ասեն, Բիլ Քլինտոնի հետ համեմատեն, ասեն, դե այդ կնիկը սենատոր էր, պետքարտուղար է եղել, նախագահի թեկնածու է եղել, ինչ որտեղ կարելի է համեմատել։ Բայց Դոնալդ Տրամպի կինը Մելանիա Տրամպը ֆոտոմոդել է իր մասնագիտությամբ։ Եվ երբ որ Դոնալդ Տրամպը ընտրվել էր վերջերս հենց մի քանի ամիս առաջ, Ռուսաստանի համապետական բոլոր ալիքներով նրա կնոջ կիսամերկ նկարներն էին դնում, հատուկ դնում էին ու ծաղրում էին, ասպես սրանք են եկես սպիտակտում։ Դոնալդ Տրամպին մեկը չի ասել այդ մասին, որ եթե ֆոտոմոդել կնոջը ասեն ավելի շատ ենք սիրում, դու դա ինձ պիտի չուրախանաս։ Ինչ որ ժամանակ դրա համար պատերազմ էին սկսում, քաղաքներ էին պաշարում եւ գրավում էին, որ իրանց կնոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ունենում։ Չկարեցար մի հատ ասես իմ կնոջը, բայց ո՞ց իր կնոջը սիրեին։ Հրապարակային ինչ գործունեություններ անում, որ գոնե այդ ծրագրերով իրան ասեին աշխարհի համար շատ հայտնի է։ Ինչով էին տենց սիրում։ Բա մի հատ ասեիր, բա որ իմ կնոջը սիրում եք, ես էլ որ մեր մոտ էլ որ կարողանան կնոջը բռնեն, մենք էլ կսիրենք, բայց չկա։ Ստիպված առաջի սիրուհի Ալինա Կաբաևային պետք է սիրենք, յոլա գնանք մինչև տենակ մի հատ կնիկ ունենաս օրինական։ Բան չէիր ասում։ Այս քեզ լավ ես զգում, հա, որ քեզ ասեն դու էջ կնիկը կնգանդ ավելի ենք սիրում։ Չգիտեմ, կարող է մոդան փոխվել է, ժողովուրդ ջան, կարող է մի ձևը տենց է, այսինքն այնքան է իր քաշը գցել, որ Պուտինը կարա իրան տենց բան, այդ բանը պատերազմ դադարեցնելու թեմայի մեջ այտենց ջերմ հարաբերություններ է ստեղծվել, հա, արդեն կնանոց են քննարկում, բան են անում։ Իսկ մի հատ տեսեք, այդ պատերազմին մենք հիմա մոտ ենք, թե չէ։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ խնդիր է վանել Ուկրաինայում խաղաղության պայմանագիր կնքելու լիազորված անձանց բացակայությունը։ Մեկ անգամ չէ, որ ասվել է, որ ուկրաինական ռեժիմի հիմնական դերակատարների շարքում չկան անձինք, ովքեր իրավասու են խաղաղության պայմանագիր կնքել, եւ դա մեծ խնդիր է, ասել է Մեդվեդևը։ Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահը սպառնացել է Ուկրաինայի իշխանություններին։ Ռուսաստանում շատերին դուր է գալիս Կիևի անվերապահ կապիտուլյացիայի ճանապարհը, քան մյուս տարբերակները, ասել է Մեդվեդևը։ Այս երկրի հետ եք բանակցություն վարում։ Այս երկրի հետ եք խոսում, որ նրանք ուզում են խաղաղության գնան։ Մարդը կապիտուլյացիա է ուզում։ Եվ վստահ է, որ իրանք այդ հնարավորություն ունեն, որտեղ Դոնալդ Տրամպը իրանց թիմից է խաղում։ Այնքան է իրանց թիմից խաղում, որ կարան արդեն իրենց լկտիություն ցույց տան, ասեն չէ, կնգանդ ավելի շատ ենք սիրում, քան քեզ։ Եվ դրա մեջ կատակ չկա, ժողովուրդ ջան, արդեն Պուտինը իրան տենց ազգում, որ ինքը կարա տենց բան խոսա, ու գիտի, որ պատասխան չի ստանալու։ Իսկ հիմա նայենք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի այն ուշագրավ մասերը արագ կարդամ ու անդրադառնամ դրանց, որովհետև նորից եմ ասում, այն ինչ որ ինքը ասում է, ասեց հանգիստ նստած իր համար հարմար լրագրողների հարմար հարցերին պատասխանելով մի տեղ լուրջ ձև տված իրան, միևնույն ժամանակ, երբ որ իշխանության կողմն է քննադատում, իրանք էլ իրանց բաժին սխալներն ունեն, փորձենք օբյեկտիվ գնահատական տալ դրան։ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Սա Քոչարյանի արտահայտությունն է։
Այն որ պարտության սիմվոլը կարող է բերել կամ չի կարող բերել, թող մենք ասենք։ Բայց եթե պարտության սիմվոլը չի կարող խաղաղություն բերել արժանապատիվ, ոնց պետք է արժանապատիվ բանակցի։ Բայց սեղանին նստած էր 94 թվականի խաղաղության փաստաթղթի ժամանակ Հեյդար Ալիևը։ Քո նախագահության ժամանակ, որ դու 98 թվին նախագահ ես դառել, այդ մարդը պարտության սիմվոլն էր։ Բարոյալքված բանակ ունեին, ժողովուրդ կոտրված բարոյալքված։ Մենք էլ 7 շրջանը միացրել էինք, Արցախն էլ օրգանապես Հայաստանի հետ կապված էր։ Դու էլ ոինն էիր, հաղթանակածն էիր։ Բան չի չգնացիր բանակցային սեղանին, պարտության սիմվոլին ոչնչացրեցիր։ Ով էր քեզ խանգարում։ 98 թվին ոնց ես եկել իշխանության։ Լևոն Տեր-Պետրոսյանը քեզ վերելա վարչապետ ա դրել, հետո դու էլ նրան գցել ես Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Ուրիշ պատճառ կա։ Բայց դու պետք է լուծեիր այդ հարցը։ 98 թվին դու եկել ես հաղթանակած, Արցախի նախագահ ես եղել, Արցախի պաշտպանական կոմիտեի ղեկավար ես եղել, այդ ասուլիսում հարցազրույցում ներկայացնում էիր, բայց ի՞նչն էր քեզ խանգարում, որ 98 թվականին պարտության սիմվոլ Ալիևին միացենց ոչնչացնեիր։ Պարտված դեմդ նստած տարիքով մարդ, դու էլ ջահել տղա էիր։ Հաղթած եկել էիր։ Ուրեմն դասողը առնվազն պետք է բանակցության ժամանակ չգնար ասեր մեղրին տանք, չգնար ասեր ընդհանուր պետություն Ադրբեջանի հետ։ Գոնե այդքան ասողը պետք է մարդ լինի, որ ասի ժողովուրդ ջան, դե ախր ճիշտ չէ էլի որ Փաշինյանն լինի։ Բայց ոչ թե եթե ինքը եղել է բանակցության հաղթանակած կողմի, Արցախն ու Հայաստանը միասին հաղթել են, երգիրը դրել են ձեռդ։ Մի բան էլ եկել ես, վերցրել ես կեղծ տեղեկանքներով։ Բայց ինչի համար այդ ամեն ինչը ասին, մինչև վերապահումով ասին լավ, թող Արցախի հարցը լուծի ոչինչ։ Լուծեցիր։ Այդ դրա համար էս արտահայտությունը հաստատ ով Քոչարյանը ասելու իրավունք չունի, որտեղ ինքն է բանակցել եւ ինքն է իշխանությունը վերցել Արցախի հարցը լուծելու։ Հայաստանն այսօր ի վիճակի չէ այս տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը եւ իհարկե ներառել Իրանի գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը, դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ։ Նախ Ռուսաստանի հետ հարաբերությունը վերականգնված է, մեր իշխանությունները աններելի ձևով շատ ջերմ են Ռուսաստանի հետ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունն ավելի են խորացրել, քան անգամ ռուսամեր գործիչների ժամանակ։ Այդ ամեն ինչը կոնկրետ առարկայական գործերով, կախվածությունը Ռուսաստանից ու ԵԱՏՄ-ից։ Այդ նորություն չի, չէ՞։ Որ կայանում զարմացած ասում են ով է 102-րդ բազան հանելու մասին մտածում։ Մենք չենք ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնենք, մենք ընդհակառակը կարևորում ենք, զարգացնում ենք, էս ենք անում, են ենք անում, են ենք անում։ Սա հարցի մի կողմն է։ Բայց մյուս հարցը, մեզ ինչ եք տանում դեմ տալիս, ինչ ռազմավարական գործընկերություն Իրանի հետ միասին։ Հայաստան, Ռուսաստան, Իրան, Ռուսաստանը Իրանի հետ ունի ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որի վրա ինքը առանձնապես մեծ ծավալային ազդեցություն չի ուզում դրա վրա ունենա, որտեղ գիտի որ դա այդքան էլ ապահով տարբերակ չի։ Իրանը հիմա բանակցությունների մեջ է Ամերիկայի հետ ու իրանք չգիտեն թե դրա տակից ոնց են դուրս գալու։ Իրանք Ամերիկայի հետ կլավանան, թե Իրանը Ամերիկայի հետ կլավանա կամ հակառակը։ Այսօր ով պետք է դրա տակ մտնի։ Այսօր ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակը պատկերացնող մարդը մեզ համար առանց կպատկերացնի անվտանգային Ռուսաստան, Հայաստան, Իրան։ Իրան ժողովուրդ։ Լավ եք պատկերացնում տարածաշրջանը եւ Իրանի դերակատարությունը աշխարհի հետ շփվելուց։ Սկսած միջուկային այս խնդիրները վերջացրած նա թե ինչպիսին էր իր անելիքը իր գործունեությունը Համասի հետ կապված, Հեզբոլլայի հետ կապված, Հութիների հետ կապված, Սիրիայի հետ կապված, Լիբանանի հետ կապված։ Աշներից առաջ չի եղել, չեք տեսել։ Կարելի է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Եթե տես նայենք Հայաստանի իշխանությունները առավոտից ցիրիկ ու Իրանից դուրս չեն գալիս։ Ուրեմն բայել ինչից է բողոքում։ Մենք ասում ենք որ զգուշ եղեք Ժորժ ջան, Իրանի հետ մենք խնդրեմ չունենք, բայց կարող է շատ մոտենանք, խնդրեմ ունենանք, Իրանի խնդրեմը մերը դառնա։ Պետք է պահենք ակտիվ չեզոքություն, ոչ ավելի։ Բայց նշանակմա դուք նույն գծի վրա եք Իրանի հետ։
Եվրամիությունն ունի Եվրահանձնաժողով, որը հնարավորություն ունի անդամ երկրներին պատժել ու տուգանելու ինչ որ բաներ պարտադրելու։ Եթե Հայաստանի համար գերակա խնդիրը ինքնիշխանությունն է, ԵՄ-ից որքան հեռու մնանք, այնքան լավ։ Լա դուք պատկերացրեք այս մարդու ֆանտազիան մտքի, էլի։ Այսինքն Հայաստանում դու հանդուրժում իբր թե ինքնուրույն պետություն էիր։ Ինքնուրույն պետությունն էիր ու Ռուսաստանի Պետդումայի նախագահը գալիս էր Հայաստանի ազգային ժողովում Քոչանի պաշտոնավարման ժամանակ ասում էր Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Ու դուք շատ գոհ եք այդ արտահայտությունից, որ լայաղենարեն մեզ են ֆորպոստ հայտարարել։ Այդ ինքնուրույնության վրա է հույսը։ Լա չեմ խոսում գույք պարտքի դիմաց կամ ռազմավարական օբյեկտների տալը։ Քու դաշտում գալիս են քու տան մեջ, ասում են դու մեր ֆորպոստն ես։ Այդ ինքնուրույնության համար եք ասում պետք չի Եվրամիության անդամ դառնալ, որովհետև նրանք սանկցիաներ են կիրառում։ Բա դու որոշում ես ինչ որ համակեցության կանոններով ապրում ես, պատվերակում ես այդ ընդհանուր կառույցին քո լիազորությունների մի մասը, որ այդ ամեն ինչով ինքը աշխատանք տանի, բոլորի համար ավելի արդյունավետ լինի, քան ամեն մեկը առանձին իր համար կանի։ Այդտեղ այդ ինչ մի ճնշման մեխանիզմի մասին է խոսքը։ Այսինքն դա այսինքն ինչ էիք ուզում։ Ինքն ու գլուխ Իրանու գլուխ ինչ ուզենակ անեք։ Ու այդ Իրանու գլուխ ինչ ուզենակ տակ Ռուսաստանին, դա է անկախությունը։ Էսա հա համարվում, որ բա ուզում եք Եվրամիության անդամ դառնաք, որ հանկարծ մի բան վատանեք, բա հենց բա ուզում ենք հենց դրա համար, որ նորմալ համակեցության կանոններով ու խաղի կանոններով ապրենք, որպեսզի զարգացած երկրների հետ համակայել ապրենք։ Այդ կարգի կենսակերպ ունենանք։ Այո, նաև ռեժիմը լինի դրա հետ կապված, համապատասխան համակեցության ռեժիմ, որը կամավոր ես համաձայնվում։ Դու ես խնդրում դռները ջարդում, որ քեզ ընդունեն։ Բայց քեզ չեն ասում, որ դու ֆորպոստ ես։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներն օկուպացնելու հարցը հապկով չէ, որ պետք է լուծեին, այլ հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ։ Հապկի ողնաշար հանդիսացող երկրի հետ հարաբերությունները փչացնում ես ու հետո ասում ես հապկը մեզ չօգնեց։ Ինչ է նշանակում սա։ Ենթադրենք Նիկոլ Փաշինյանը վատ հարաբերություն ունի Ռուսաստանի հետ։ Հայ-ռուսական պայմանագիր ունենք ռազմատեխնիկական համագործակցության, հապկը դնում ենք մի կողմ։ Ռուսաստանը, այսինքն ինքը պարտավորվածություն ունի մեզ օգնի, եթե մեր վրա հարձակվեն, բայց ինքը իր պարտավորությունը չի կատարել, որտեղ Նիկոլ Փաշինյանին չի սիրում։ Էս ի՞նչ խոստովանություն էր։ Այսինքն այդ պայմանագիրը, որ հիմա բաց ենք 97 թվականի մեծ պայմանագիրը, այնտեղ գրած է, որ մենք Հայաստանին կօգնենք, եթե Հայաստանի վարչապետի խասիաթը բնավորությունն էլ չէ։ Դուրներ ես գա։ Սա միջպետական պայմանագրի տրամաբանություն է։ Այսինքն դու եղել ես երկրի ղեկավար, կանգնում ես հայտարարում ես, որ քանի որ իրանք չէին սիրում Հայաստանի իշխանություններին, դրա համար մեզ չաջակցեցին։ Բա որտեղ մնաց քո պարտավորությունը Հայաստանի վրա են հարձակվել, ոչ թե Փաշինյանի։ Մտել են Հայաստանի տարածք, ոչ թե Փաշինյանի տուն կամ կեցավայր։ Դու ես պաշտպանում, ասես դուրս չի գալի, հա։ Դու բա փաստաթուղթ ես ստորագրել։ Հիմա ես որ գնամ մի հատ պահնորդական ծառայության հետ փաստաթուղթ ստորագրեմ կամ թիկնապահների հետ պայմանավորվեմ, որ իրանք պետք է իմ անվտանգությունը երաշխավորեն, փաստաթուղթը ստորագրել ենք, պայմանագիրն արել ենք, փողերը վճարել են, մեկ էլ վրես հարձակվում են, իրանք ոչ մի բան չեն պատասխանում։ Ասում ենք ինչի համար դուրներս չեք ավենորվա քո ելույթը, մենք ինչի պիտի քո անվտանգությունը պահենք, բայ աննասուն, բան չի համարեմ քո այդ պայմանագիր կնքե։ Պայմանագիր եմ կնքել իմ բնավորությունից ելնելով։ Բնավորությունից դուրը չի գալի, պայմանագիրը չեղել, արա գնաց էր տուն։ Ես է գնամ ուրիշի հետ պայմանավորվեմ։ Բայց Ռուսաստանը համ մեզանից ձեռ չի քաշում։ Համ մեղադրում է ձեզ լավ չեք պահում։ Այդ դրա համար ես ձեզ չեմ օգնել։ Հիմա հասկացանք Ռոբերտ Քոչարյանն ուզում է ասի Ռուսաստանը կարար պայմանագրով օգնել, չի օգնել, որտեվ իր Հայաստանի իշխանությունների բնավորությունը դուրը չի եկել։ Այս կարգի խոստովանությունը ասում է մարդ, որը 10 տարի նախագահ է եղել։ Այս խելքով է եղել։ Երբ եկել է Հայաստան առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրավերով,
վիճակը խայտարակ էր, 9-10 ամսվա աշխատավարձ չէին տալի, եսի վիճակի եմ իր ճգնաժամային վիճակներում արդյունավետ կառավարել եւ այլ, բայց հարց է ծագում, այդ որ տենց ինչի համար քեզ կանչեցին, որ ճգնաժամի հետ կապված, այտենց լավ կարողանում էիր երկիր կառավարել, դրա համար քեզ կանչեցին, հա? Հայաստանում հեղափոխական իշխանության եկած Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ 90 թվականից փաստացի երկրի ղեկավար է, Գերագույն խորհրդի նախագահ, այն ժամանակ է խորհրդարանական կառավարման համակարգ էր Հայաստանում։ Այսինքն 97 թվականի 7 տարի ղեկավարությունից հետո Հայաստանը մի մարդ չգտնվեց, որը կարող էր լինել վարչապետ։ Այդ էր Հայաստանի վիճակը։ Բայց ինչի՞ չես ասում, ինչի բերեց Լևոն Տեր-Պետրոսյանը, քեզ ինչի բերեց Սերժ Սարգսյանին, որին Ղարաբաղից դուրս էին արել, ինքը գնացել էր զբաղվում էր մատակարարումներով նստած Մոսկվայում։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը KGB-ի շարքային գործակալ էր, իսկ բարձր լուրջ գործակալ չէր։ Ու դա net չի որ շար եմ անում, դա բացահայտված բան է։ Ու մենք լավ գիտենք, որ շարժման ժամանակ տարան իրանց բանտում ոնց հետը աշխատանք տարան, հետո էլ վերցրեց KGB-ի պետը խորհրդային միության, մի հատ էլ իր Մերսեդեսը նվիրեց հատուկ, որպեսզի ցույց տա, որ այս մարդը պաշտպանվում է մեր կողմից։ Այդ ամեն ինչը գիտենք, չէ՞։ Բա դուք էլ Արցախում եք գործակալ Ադրբեջանի KGB, այսինքն ԽՍՀՄ KGB-ի։ Բայց դրա համար Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է բերեր, բան պետք է բերեր։ Հիմա չգիտենք ոնց ա եղել։ Բան չի է բերել քեզ։ Այդ որ արժանիքիդ համար բերեց, որ գլուխն էլ կերակ, որովհետև Արցախի հարց պետք է լուծեիք։ Ու տես լավ կառավարելը ճգնաժամի ժամանակ ո՞րն էր։ Ես գիտեք նաև հարցը ո՞րն է։ Երբ որ շատ դեպքերում ասում են 2000 հոկտեմբերի 27, հետո ասում են Վիճելյանը, Քոչարյանը կապ ուներ, կապ չուներ, մարտի 1-ին կարողա Փաշինյանը սադրեց, հետո փախավ ինքը, հետո մենակ Քոչարյանը չէր, Սերժ Սարգսյանն էր ընտրված, մենակ նրա վրա են գցում։ Լավ, այդ բոլորը վիճելի բաներ կա, այդ վիճելիները դնում են մի կողմ։ 2004 թվականի ապրիլի 12-ի վիճելին ո՞րն է։ 2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայի վրա ուժ հանող Ռոբերտ Քոչարյանը 2003-ին ընտրվել էր սահմանադրական դատարանը կասկածի տակ էր դրել նրա ընտրությունը։ Այն վախվորած Գագիկ Հարությունյանը, որ գոնե ձև չկար, ստիպված ասեց վստահության հանրակրվե մի տարվա ընթացքում անցկացրեք։ Սահմանադրական դատարանի որոշում էր մի տարվա ընթացքում վստահության հանրակրվե անցկացնելը։ 2004 թվականին ազգային ժողովի падգամավորները գնում էին իրանց գրասենյակ, որ քվեարկեն վստահության հանրակրվե անցկացնելը։ Այդ բիրտ ուժը հանելը, այդ փշալարերը քաշելը, ջրցան մեքենաներ օգտագործելը։ Կոնկրետ որևէ մեկը կարա դա արդարացնի։ Այնտեղ էին գտնվում մեր երկրի ամբողջ ընդդիմության սերուցքը, բոլոր ընդդիմադիր գործիչները կուսակցական լիդերներով։ Ընտրությունների ժամանակ հաղթանակած Ստեփան Դեմիրճյանը 2003-ին, որը վիճարկել էր սահմանադրական դատարանում այդ ընտրության արդյունքները։ Իր տնից 200 մետր հեռավորության վրա Բաղրամյան պողոտայի վրա դուբինկեքով քշում եք։ Այդ ինչ բացատրություն ունի։ Ես շատ մարդիկ, երբ որ ասում են, որ լավ էլի ասենք Քոչարյանին քննադատում եք բան եք, հա ապրիլի 12-ին ես ընդեղ եմ եղել, բայց եթե իմ անձին վերաբերվեր, ես տենց հիշաչար չեմ, բայց շատ հետևողական եմ, որտեղ մենակ իմ անձին չէր վերաբերվում։ Վերաբերում էր մեր երկրին, մեր երկրի արժանապատվությանը։ Բա Արցախից հորոսակախումբ էիր բերել, որ մարդկանց ջարդես ազգային ժողով չգնային մտնեին։ Բա մենք էլ ենք հիշում, քո պաշտոնավարման տարիներն ես հիշացնում։ Բա հետ էլ ենք հիշում, չէ՞։ Բա հարցա ծագում։ Լավ չեք ուզում անունները հրապարակեք, թե ովքեր էին անվտանգության տեսանկյունից։ Լավ 2004 թվականին այդ մարդկանց բերեցիք տարակ հավաքակայանում զինվորների, նորակոչիկների հավաքակայանում Չարբախում տարակ պահեցիք։ Այդ մարդկանց անուն ազգանուններ ունեք, մի հրապարակեք, ասեք քանի հոգի եք բերել, որ գային ջարդեին Հայաստանի ազգային ժողովի падգամավորներին ու կուսակցապետերին ու ամեն մեկին։ Ես սովորական, ասենք, կուսակցության փոխնախագահ եմ եղել։ Ես իմ մասին չեմ ասում, ես ուղղակի այնտեղ մասնակցել եմ, լիդերներ եմ ասում ես։ Ազգից սերուցքը այնտեղ էր։ Բերեցին, ջարդեցին, գոնե ասեք ինչ եղավ։ Այդ ինչ զենքեր տվեցին, ինչ հատուկ միջոցներ տվեցիք, որ եկան արեցին, գոնե դա ասեք։
որ մարդիկ իմանան, թե ինչի համար են, մարդիկ այդ հիշողությունը, եթե դու անցյալի լավ կառավարիչ ելնելը հիշացնում ես, մենք էլ դա էլ ենք, չէ հիշում։ Իսկ այն մարդիկ, ովքեր կանգնած են իր կողքը, տարական արժանապատվություն ունեն, որ գոնե մտածեն, որ ինչն է պատճառն եղել, մենք ինչի դեմ ենք դժգոհում։ Որ իրանք մտածեն, հիմա իրանք հլու հնազանդ ծառայել են այն ժամանակ լափի համար, այսօր այդ նույն լափի համար շարունակում են ծառայել։ Դուք հեչ արժանապատվություն չունեք, որ 2004 թվականի ապրիլի 12-ին լրիվ օրինական սահմանադրական դատարանի վճռի համար ձեզ դրեցին ազգից սերուցքը քշեցին ռետինե մահակներով, հայհոյելով ու ամեն ինչով ջարդելով։ Բայց էլ ենք հիշում։ Լավ, շատ բան չանեմ, դրանով ամփոփեմ, որտեղ էլի հարցեր կար, գոնե հասցնեմ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Հայաստան։ Լավրովը մայիսի 20-ից 21-ը աշխատանքային այցով կգտնվի Երևանում։ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտնել է, որ Երևանյան այցելության ընթացքում Լավրովը բանակցություններ կանցկացնի Հայաստանի արտգործնախարար Արադ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, Մոսկվան ակնկալում է Լավրովի այցը կհանգեցնի Ռուսաստանի եւ Հայաստանի միջև փոխըմբռնման աճին, ու մի հսկայական փաթեթ էր ներկայացված, թե ինչ հարցեր պետք է քննարկեն, ոչ թե մենակ պետք է քննարկեն, այլ կյանքի պետք է կոչեն, միայն լայն ծավալի համագործակցության մասին էր խոսքը։ Այս Նիկոլ Փաշինյանն արևմուտքի հետ համագործակցում կամ համարում դա բան, հա, բալանսավորված քաղաքականություն, հենց գիտի, որ Եվրոպայանը մի քանի անգամ տվեցին, դրանից որոշ մարդիկ խաբվում են։ Եվ մեկ էլ Մարիա Զախարովան ինչ է ասում, Թուրքիայի արտգործնախարար Հագան Ֆիդանը մայիսի 20-27 աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նախատեսում է բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների շուրջ, շեշտը դնելով Սիրիայում, Լիբիայում եւ Անդրկովկասում եւ Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Գիտեք, հարցը նաեւ ինչին է վերաբերվում։ Որտեղ արդեն Ռուսաստանի արտգործնախարարությունը երեք տարածել էր, որ Լավրովը գալիս է ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունները քննարկի, այլ նաև հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքականի հետ կապված կարգավորման մեջ իր դերակատարությունը ունենա։ Հիմա դրանից հետո Թուրքիայի արտգործնախարարը գնում է Մոսկվա մի քանի օր հետո եւ արդեն օրակարգում Զախարովան նշում է, որ Անդրկովկասի հետ կապված հարցերն էլ է քննարկելու Լավրովի հետ։ Այսինքն Լավրովը գալու է հանդիպի Հայաստանում, բոլոր մի հատ ասելիքներն ասի, ցուցումներն ու հանձնարարականները տա, որից հետո դրանից հետո բան լինի։ Արդեն այդ արդյունքը մի հատ ամփոփեն Հական Ֆիդանի հետ։ Ես այս ամեն ինչը այն օրակարգի պայմաններում, որ Ալիևն էլ հերթական անգամ իրան իրավունք էր վերապահում, որ նաև ասի Հայաստանը ուզի թե չուզի, ուշ թե շուտ պետք է ինքը բան անի, ընդունի Ադրբեջանի պահանջները։ Հիմա այս ամեն ինչը մեզ պետք է չմտահոգի, այսինքն ինքը դեռ շարունակում է իր հոխորտանքը, ինքը շարունակում է, որ գիտեք ինչ, բանա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել, Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի այդ պայմաններին, Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, իսկ ԵԱԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։ Այսինքն միևնույն է իրանք համառորեն մնում են այն կարծիքին, որ Հայաստանը պետք է այդ հարցը պարտադիր անի, որովհետև դա Ադրբեջանի պահանջն է, այսինքն քանի Հայաստանը չէ, այսինքն Հայաստանի վարչապետի բոլոր հիմնավորումները, որ գիտեք ինչ ԵԱԿ Մինսկի խումբը կստորագրեն խաղաղության պայմանագրի հետ, դա նախապայման են շարունակում ընդունել, մեկ էլ որ սահմանադրության նախաբանը տարածքային պահանջ չի ներկայացնում, մանավանդ այդ կետը կա, Ալիևը բացարձակ չի ընդունում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում է, դե թուղթը, որ այդ ամեն ինչը ստորագրել ենք, մենք խաղաղություն ենք բերել, հերիք ասեք իսկ պատերազմով ասում, որ մենք ենք ասում։ Ալիևն ասում է, խաղաղությունը պետք է այս թղթով լինի, այս թուղթը չի ստորագրվելու, մինչև դու դա չանես։ Այսինքն նշանակում է ինքը այդ խաղաղությունը չի ընդունում, բան չենք մենք մարդկանց խաբում։
Իսկ գիտեք, երբ որ հարցը գնում էր նաև նրա համար Իրանի հետ կապված, անվտանգության խորհրդի քարտուղարը մի քանի հանդիպումներ ունեցավ Իրանի հետ կապված, բայց հիմա էլ նայում ենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Այսինքն սենց ինտենսիվ ձևով հրավիրում են գալիս են Իրանի հետ մենք հարաբերությունները նաև պաշտպանական համակարգում իհարկե Իրանի հետ միշտ ենք խոսել, որ պետք է նորմալ հարաբերություններ, բայց այս ինտենսիվությունը այն ֆոնի վրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ կապված ամեն օր դեռ հոխորտում ա, որ տեսեք ինչ են անելու, եւ այն պարագայում, որ անգամ այսօր այդ թեմայի հետ կապված նորից քննարկում էր գնում Իրանի կողմից, թե ինչ է ակնկալվում, այս պարագայում ասենց խիստ ակտիվությունը որքանով է արդարացված, ես չեմ կարող ասեմ։ Օրինակ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Բաբադին հայտնել է, որ մենք ստացել ենք Իրանի եւ ԱՄՆ-ի անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը եւ դիտարկում ենք ան, բայց Իրանի գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է. ամերիկյան կողմը, որը ներգրավված է այս անուղղակի բանակցություններում, պետք է խուսափի անիմաստ դիտողություններ անելուց։ Մենք թույլ չենք տա Իրանին հարստացնել ուռան։ Նման բաներ ասելն անհեթեթություն է։ Իրանում ոչ ոք չի սպասում ուրիշների թույլտվությանը։ Իսլամական Հանրապետությունն ունի իր սեփական քաղաքականությունն ու մեթոդները, եւ դրանք կշարունակի անկախ։ Մենք չենք կարծում, որ միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ արդյունք կտան։ Մենք չգիտենք, թե ինչ տեղի կունենա, ընդգծել է Խամենեին։ Այսինքն Ամերիկան ասում է չենք թողել ուռում ստեղծես կամ հարստացնես նույնիսկ հարվածելու ենք, Իրանն ասում է մենք քեզ չենք լսում, ասես չասես մենք մեր գործը անելու ենք, եւ այս պարագայում Իսրայելը գիտի, որ եթե Իրանը զենք ստեղծեց միջուկային ռումբ առաջի հարվածի իր վրա է, անընդհատ բզբզում է, բայց դեռ Ամերիկան չի օգնում Իսրայելին այդ հարցում, եւ այս պարագայում ինչ է առաջանում, Հայաստանի այդ խիստ ինտենսիվ քայլերը կարող է ուղղակի ուշադրություն գրավի, իմ ասածը սա է, այս ֆոնի վրա, երբ որ մեզ նաեւ Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է Իրանի հետ ռազմավարական գործընկերություն, որ եթե հանկարծ խնդրեմ ունենանք, Իրանը զորք մտցնի Հայաստան, հետո ով է հանելու Իրանի զորքը, ոնց ենք Իրանի զորքից պրծնելու, հիմա ում բերենք, որ հանենք։ Այսինքն այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ մեր տարածաշրջանն էլ է շատ լարված վիճակի, շատ խառը վիճակի, դրա համար ինչպես տեսնում եք, Հայաստանում կամ տարբեր ուղղություններով բոլորին ջերմ հայտարարությունները բոլորի հետ լավ ենք, բայց ամեն ինչ ներքին օրակարգ են բերում, ներքին կռիվները բերեն ջրերես անեն, որպեսզի մարդիկ չասեն ժողովուրդ, այս աշխարհը մեզքան բան է կատարում, բա դուք ուր եք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։